Հիմա կա ռևանշիզմ, կա հետ գալու խնդիրը, այդ մերժվածները չեն հաշտվում իրենց կարգավիճակի հետ, նույնիսկ ես ասեմ մետրոպոլիան, սովետական միությունը, ռուսական իմպերիան, RF-ը հետաքրքրված չի Հայաստանով, հետաքրքրված չի, բայց տեղից ինքնաբուխ ռևանշիստները հետ են կանչում, պատկերացնում եք, հեռացել է Ռուսաստանը Հայաստանից, չի հետաքրքրում, այ պատասխանատվության խնդիրը կա, Ռուսաստանը ազդեցության գոտուց մենք ստիպում ենք, որ ինքը դառնա պատասխանատու Հայաստանի համար, ինքը չի ուզում պատասխանատվություն կրել Հայաստանի համար, հիմա մեր ռևանշիստները, այն մերժվածները, մեր ես նկատի ունեմ Հայաստանում գործող, նրանք Ռուսաստանին հետ են կանչում, ասում են արի քո շահերին դա դեմ է, մեր շահերին դա դեմ է, տարածաշրջանին դա հարմար չի, բայց մեր անձնական շահերը, մեր կորպորատիվ շահերը պահանջում են, որ դու գաս ու մեզ նշանակես, այ դա է հետաքրքիր, ես դրա համար ասում եմ, որ բացառիկ բան է, որ հեռացել է գաղութարարը, 19-րդ դարի լեզվով խոսեմ, գաղութարարը հեռացել է, շահ չունի այստեղ, հիմա տեղացի տեղաբնիկները, նրանք հետ են կանչում գաղութարարին, ռուսահպատակները չեն հաշտվում այդ մտքետ, հետ են կանչում, նույնիսկ նրանք այնքան անպատրաստ են եղել, որ օրինակ հայոց համազգային շարժումը 1990 թվականին, նրանք պատրաստ էին, այսինքն մենք ունեինք քաղաքական գործիչներ, որոնք որ նոր իրավիճակում կարող էին գործել, նոր ծրագրեր կարող էին մշակել, սահմանադրություն, օրենքներ, հռչակագիր եւ այլն, հիմա այս նոր վիճակը փոխվել է, չէ, ես գիտեք ինչ եմ ասում, հայոց համազգային շարժումը 20 հոգի էր ազգային ժողովում, մնացած 200 հոգին, դա սովետական նոմենկլատուրան էր, այդ սովետական նոմենկլատուրան Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետության, նրանք արդիականացան, նրանք տեսան, որ ռեժիմը փոխվել է, միացան այդ 20 հոգուն, Ղարաբաղյան շարժմանը միացան, դե նայեք ովքեր էին դրանք, հենց Ռոբերտ Քոչարյանը պարտիական էր, Սերժ Սարգսյանը պարտիական էր, Գագիկ Հարությունյանը պարտիական էր, Խոսրով Հարությունյանը ղեկավարների մասին եմ ասում, սահմանադրական դատարան, նախագահ, փոխնախագահ, նրանք, այսինքն նրանք դուրս եկան այդ կոմունիստական շրջանակից, շաբլոնից դուրս եկան ու նոր պետություն կառուցեցին, ինչքան որ կարող էին, ավելի պատրաստ էին, քան թե այս նոր հները, absurd է, հիմա պատկերացրեք Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չունեն հեռացած Ռուսաստանից Հայաստանում ապրելու ծրագիր, առանց Ռուսաստանի Հայաստանում իրենք չեն պատկերացնում, չգիտեն ինչ անեն, ռուսաց լեզվի ուսուցչուհին իր փաստաթղթերը վերցրել է, այդ մատյանը տետրերը վերցրել, գնացել է, զանգը տվել է, մենք չենք տվել, զանգը տվել է, նա հեռացել է, հիմա գալիս է անգլերենի ուսուցչուհին, եկել է անգլերենի դասն է, ոմանք համաձայն չեն, նրանք շարունակում են խոսել, այսինքն պատրաստ Եվգենի Անեգինեն դա նորից գալիս է այդ ձևակերպմանը, մենք չենք կարողանում վերադասավորվել եւ իրականության հետ աղերսվել, ոմանք երկիրը մեծամասամբ արդեն վերադասավորվել է, հրաշալի օրինակ ունենք, այսինքն երկար լեզու ունենալու օրինակ, մեկ ինքնակազմակերպման եւ հրաշալի օրինակ ասեք որն է ստորագրահավաքը Եվրոմիության միանալու համար, դա իսկապես հասարակական կազմակերպությունները, Ազատ քաղաքացի Խորշուդյան Հովսեփը եւ 3 կուսակցությունները, գիտեք, Տիգրան Խզմալյանը, Արման Բաբաջանյանը եւ Արամ Սարգսյանը, այսինքն դա 20
իշխանության նախաձեռնությունը չէր, հենց ինքնակազմակերպման հրաշալի օրինակ է, եւ ժողովուրդը մենք ստոպ տվեցինք, այսինքն ստորագրահավաքը շարունակվում էր, կարող էր դա դառնալ միլիոն, ուղղակի կանգ առանք, բավարար էր դա, այս ինքնակազմակերպման լավ օրինակ է, ու իշխանությունը, տեսեք, շատ արագ իր այդ զգուշավորությունից համարձակ դուրս եկավ, ասեց օրենք եմ դարձնում, պատկերացնում եք 4-րդ ուժը, այդպես ասենք, 4-րդ կուսակցությունը, քաղաքացիական պայմանագիրը միացավ այդ Եռյակին եւ Խուրշուդյանին, արագ, տեսեք, ինքնակազմակերպման ինչ լավ օրինակ է, բայց ես նորից եմ ասում, ռուսաց լեզվի լավ պատրաստված աշակերտները համաձայն չեն, որ հիմա արդեն դասամիջոցից հետո անգլերեն ուսուցչուհին է եկել եւ պետք է խոսեն հիմա անգլերեն, պետք է Բայրոն արտասանեն, ոչ թե Պուշկին, դա է տեղի ունեցել, սա հետաքրքիր է, որովհետև մի նրբություն կա, եթե միշտ ես ասում եմ, որ ընդդիմությունը այլախոհներն են եղել, այլախոհություն է եղել, պատասխանատուները այլախոհներն են եղել, տերմին օգտագործենք, չասենք հայրենասեր, անկախական, պատասխանատու ուժերը եղել են այլախոհ, փոքրամասնություն, քաղաքական փոքրամասնություն, մեծամասնությունը զանգված է եղել է, որ հաշտվենք, հանձնվենք, հիմա շուռ է եկած, ես, ինչպես եւ ազգային ժողովում օրինակ, չէ, ազգային ժողովում մենք տեսնում ենք, որ անպատասխանատուները Ռոբերտ Սերժիկ եւ դեն մեկը լորեցին ազգանունը Գաբրիելյանը ինչ է նրանք եւ քաղաքացիական պայմանագիրը պատկերացրեցիք ոնց է հիմա առաջի ինչ տարբերություն այս վերջի 100 տարվա մեջ 100 տարվա մեջ առաջի անգամ անպատասխանատուները փոքրամասնություն են այդ դասամիջոցին դուրս չեն եկել ձեր գնահատմամբ ներողություն անպատասխանատու եք կոչում Ռոբերտ Քոչարյանը ինչով եք դա որն է չափանիշը պատասխանատու անպատասխանատուի որպեսզի հասկանալի լինի ինչու են անպատասխանատու որ մտնում են այլ պետության կազմի մեջ հանձնում են իրենց իրավունքները առաջին հերթին պատասխանատվության իրավունքը ստեղծագործելու աշխատելու չարչարվելու, զինվելու, հայրենիքը պաշտպանելու, այդ բոլորի պատասխանատվությունը հանձնում են իրավունքներով հանդերձ, հանձնում են որևէ պետության, որևէ միության։ Իրենք ապրում են երջանիկ։ Անպատասխանատուներին հարկավոր է հեռացնել իշխանությունից։ Այդ նորից ինչ բան է անպատասխանատու եւ ով է գնահատում, ինչ սանտրակով, ինչ չափանիշներով։ Հասարակ մարդիկ, ովքեր որ ասում են մեր հայրենիքի անվտանգությունը հանձնենք որևէ երկրի, օրինակ հանձնենք Բելոռուսին։ Բելոռուսը կապահովի մեր սահմանների անձեռնմխելիությունը, կապահովի մեր երկրի անվտանգությունը, մեր էներգետիկայի անվտանգությունը, տրանսպորտի անվտանգությունը, Բելոռուսը Ղազախստանի հետ միասին, եթե Ռուսաստանը ուզենա, թող Ռուսաստանն էլ միանա։ Ռուսաստանը պարբերաբար հետ է քաշում, դրա համար ես հատուկ Ռուսաստանի մասին չեմ խոսում։ Գլխավորը իհարկե Ռուսաստանն է, բայց ինքը սիրում են ուրիշներին առաջ մղել։ Ուրեմն մարդիկ կան, որ ասում են մենք դա չենք կարող անել, մենք մեղավոր ժողովուրդ ենք, մենք սխալ կազմակերպող ժողովուրդ ենք, մենք չենք կարող մեր էներգետիկան կազմակերպել, մենք չենք կարող մեր կրթությունը կազմակերպել, մեր առողջապահությունը մենք չենք կարող կազմակերպել, հետո շարունակում, մենք տգետ ենք, մենք տգեղ ենք, ասում են իրենք, դա ասում են անդադ, ամենա բրենդային բան ասում է այս երկիրը, այս ժողովուրդը, չէ, իրենց կրթությունով, իրենց նկարագրով, իրենք էլ հայկական չեն, պատկերացրեք այդ մարդիկ ասում են, որ չի կարելի հայ մարդկանց վստահել երկրի անվտանգությունը, առողջապահությունը չի կարելի հայերին վստահել, հայերն են ասում, ասենք Սերժ Սարգսյանը հանրապետական կուսակցության հետ գնացին քվեարկեցին, որ ասեցին մենք հայերս չենք կարող մեր տնտեսությունը կազմակերպել, մտնենք Եվրազիական միություն, Մաքսային միություն, այնտեղ ղազախները, բելոռուսները, ռուսները կկազմակերպեն տնտեսական հարաբերությունները